Բարի գալուստ մեր հաղորդաշար, երբ գրքերն եմ փաստում։ Այսօր ուզում եմ ձեզ հետ միասին շրջել 19-րդ դարի ամենացավոտ իրականության մեջ՝ տգիտության, սնոտիապարծության, սխալ բուժումների և մարդկանց կյանք արժեցրած ժողովրդական մեթոդների աշխարհում։ Մեր զրուցակիցը Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի 8-րդ դասարանին սովորող Ջուլիա Գրիգորյանն է բարի գտնվել մեզ հետ։ 19-րդ դարում, երբ բժշկությունը դեռ զարգացած չէր, պատվաստանյութեր չկային, և մարդիկ կրթություն չունեին, հիվանդությունները բուժում էին ուժական, սխալ, երբեմն խիստ վտանգավոր մեթոդներով։ Սրանք էին մարմին ուժեղ հարվածներ տալը, երեխաներին վկա դարձնելը, հիվանդներին բաց երկնքի տակ թողնելը, չարիք անող ծիսակարգեր, տգետ բուժողների միջամտություններ։ Այս ամենը միայն իրականություն չէր, այլ հայ գրականության կարևոր թեմա։ Եկեք անդրադառնանք Նարդոսի «Մեր տեղ» նովելաշարին։ Կարդացե՞լ ես որևէ պատմվածք նովելաշարից։ Այո, նովելաշարից կարդացել եմ 2 պատմվածք։ Առաջինը «Ինչպես բժշկեցին» ահավոր տպավորիչ էր։ Այդ պատմվածքում գյուղի գրպածը փորձում էր իր հետամնաց տգետ մեթոդներով բուժել հոգեկան հիվանդ Մարթային։ Նա Մարթայի մեջքին այնքան էր հարվածում, որ իբր չարքերը փորից դուրս թափվեն։ Ամենասարսափելին այն էր, որ փոքրիկ երեխային էլ ստիպել էր նստել որպես վկա, որ տեսնի ջրի մեջ ընկնող չարքերին։ Պատմվածքը շատ ցավալի էր։ Երկրորդը Սաքուրն ուխտ գնաց պատմվածքն է։ Այնտեղ թոքաբորբով հիվանդին տարան ուխտի ու 2 օր բաց երկնքի տակ թողեցին։ Անձրև էր գալիս։ Մարդիկ աղոթում էին, բայց հիվանդը մի քանի օր անց մահացավ։ 2 պատմվածքների հերոսներն էլ մահանում են, դրանք շատ խոր են ազդում։ Շատ ճիշտ ես նկատել։ Նարդոսը երբեք չէր հնարում իր պատմությունները։ Նա գրիչով արձանագրում էր այն, ինչ իրականում տեսել էր ժողովրդի մեջ։ Եվ այդ 2 պատմվածքներում էլ ցույց էին տալիս, որ տգիտությունը կյանք կարող է արժանալ։ Հետամնաց բուժման օրինակներ կան նաև այլ գրականության մեջ։ Հովհաննես Թումանյանի Նեսոյի Ղարաբաղնիսում ընտանիքը տանը շոգեբաղնիկ է սարքում, համոզված, որ կբուժի հիվանդին, բայց ծայրահեղությունը և անգրագիտությունը վերջում հսկայական վնաս են տալիս։ Աքսել Բակունցի Խլղացավ պատմվածքում հիվանդ մարդուն ստիպում են օր ու գիշեր պարել, որ իբր դուրս գա հիվանդությունն ու հալաստանքը։ Այս բոլոր դեպքերը ցույց են տալիս, որ տգիտությունը չէր միայն բնակչի մեղքը։ Այն համակարգային անզորության արդյունք էր։ Չկային բժիշկներ, դպրոցներ, գիտելիք, պատվաստանյութեր։ Եկեք մի բան հասկանանք, թե ինչու էին մարդիկ այդպիսի վտանգավոր միջոցների դիմում։ 19-րդ դարում դեռ չկային պատվաստանյութեր, բացառությամբ ծաղկի, և շատ հիվանդություններ մահացու էին։ Ծաղկի առաջի պատվաստանյութը ստեղծվել է 1796 թվականին, բայց հասանելի չէր մեր տարածաշրջանում։ Թոքաբորբը, Սիբիրը, դիֆտերիան, տուբերկուլյոզը համարում էին անբուժելի։ Ստուգված տեղորայք չկար, և առողջապահական կենտրոնները գրեթե բացակայում էին։ Այդ պատճառով մարդիկ դիմում էին բուժումների, որոնք լսել էին տատիկից, հարևաններից կամ գյուղի գերբացից։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի դարում, որտեղ բժշկությունը հասել է աննախադեպ զարգացման։ Կան պատվաստանյութեր, կան փորձարկված տեղեր, կան բժիշկներ և կենտրոններ, կա գիտություն և ապացույց։ Բայց ինչքան զարմանալի է, տգիտությունը երբեմն հիմա էլ է վերադառնում նոր ձևերով։ Կան մարդիկ, որոնք հրաժարվում են բժշկությունից, մերժում են պատվաստանյութերը, հավատում են սնոտիապարտ, վտանգավոր մեթոդների։ Սա նշանակում է, որ կրթությունը և առողջապահությունը մշտապես պահպանվելու, խթանվելու և գնահատվելու կարիք ունի։ Գիտությունը միայն այն ժամանակ է պաշտպանում ժողովրդին, երբ ժողովուրդը վստահում է իրեն։ Այսօր մենք տեսանք, թե ինչպես էին տգիտությունը, սնոտիապարծությունը և ուժային բուժումները ոչ միայն մարդկանց վնասում, այլև հաճախ ավարտվում մահվամբ։ Այս պատմությունները հորինվածք չեն, դրանք մեր ժողովրդի անցյալի ցավերն են։ Բայց 21-րդ դարում մենք այլ իրականություն ունենք։ Բժշկություն, գիտություն, պատվաստանյութեր, առողջապահական կանոններ։ Մնում է չկրկնել անցյալի սխալները։ Եվ հիմա մեր այսօրվա վերջնական հարցը։ Եթե այսօր քեզ դիմեր 19-րդ դարի մի հիվանդ, որը հավատում է ուժային կամ սնոտիապարտ բուժումներին, դու ինչ խորհուրդ կտայիր նրան գիտելիքի, բժշկության և սեփական կյանքի պաշտպանության մասին։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Մենք կշարունակենք լինել ստեղծագործող։ Կհանդիպենք հաջորդ հաղորդման ընթացքում։